Հայերի պատմական հիշողության մեջ հետարքիր ձևով արտացոլվել է Տիգրան առաջինի պայքարը թագավորության պահպանման համար եւ դա արտացոլվել է Տիգրան եւ Աժդահակ վիպերգի տեսքով, որը իր արտացոլումն է գտել իհարկե մեր պատմահար Մովսես Խորենացու աշխատության մեջ։ Պատմահայրը նկարագրում է այս իրավիճակը հետևյալ կերպ. Դինաստիական ամուսնություն կար Հայոց թագավորության եւ Մարաս թագավորի միջև, մասնավորապես Մարերի արքա Աժդահակը, որ հունական աղբյուրներում հանդես է գալիս Աստիագես անունով, ամուսնացել էր Հայոց թագավորի քրոջ Տիգրանուհու հետ։ Եվ այս ամուսնությունը պայմանավորված էր իհարկե նրանով, որ տարածաշրջանում Մերձավոր Արևելքում մի շատ հետաքրքիր համակարգ կար, այստեղ մասնավորապես իրանական հատկապես համակարգում կար արքայից արքայի ինստիտուտ, այսինքն կար մի թագավոր, ով գերագահ է մյուս թագավորների նկատմամբ եւ նա շատ հարցերում կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ նրան ենթակա թագավորների տարբեր հարցերի առնչությամբ։ Այսինքն օրինակ կարող էր պահանջել, որ ենթակա թագավորները ուղարկեն իրենց գահաժառանգներին իր մոտ իբրև մեծանան այդպես եւ դա դեռևս մենք տեսնում ենք Աժդահակից առաջ այս համակարգը որ կիրառվում է, խոսքը իհարկե Մարաստանի Կիաքսար արքայի մասին է, երբ որ նրա ժամանակ այս համակարգը հստակ աշխատում էր։ Եվ հենց այս ժամանակաշրջանի իրողություններից է գալիս այն մտերմությունը, որ կա Հայոց թագավոր Տիգրանի եւ Պարսից թագավոր Կյուրոսի միջև։ Այս երկու արդեն թագավորները ժամանակին դեռ երբ գահաժառանգներ էին, հենց մարական արքունիքում պետք է որոշակի ծանոթություն ձևավորեին եւ մանկուց հատկապես պատանեկան տարիներից լինեին որսընկերներ եւ փոխադարձ ընկալման մթնոլորտ ձևավորվել, ինչը իհարկե հետագայում պետք է ազդեր նրանց համատեղ քաղաքական որոշումների վրա։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։